Իսրայել Միացյալ Նահանգներ տարածաշրջանը եռացող կացերի մեջ է եւ ոչ միայն իհարկե ամբողջ աշխարհը ինչ է տեղի ունենում անմիջապես բանակցություններին հաջորդեցին հրթիռները, սպանվեց Իրանի հոգևոր առաջնորդը, իր ընտանիքը, պաշտպանության նախկին նոր նախարար, այսպես խնդրեմ այս մասով ձեր տեսակետը իրավիճակը ինչպես է գնահատում։ Բարի ձեզ, շնորհակալ եմ նորից հրավերի համար, կարծում եմ մեր ժամանակների ամենավճռական իրադարձություններից մեկն է տեղի ունենում, իրավիճակին հետևողների համար ակնհայտ էր, որ հարձակումը լինելու է, խնդիրը միայն ձևի եւ ժամանակի մեջ էր, եւ մենք տեսանք, որ հերթական անգամ Միացյալ Նահանգները բանակցությունները օգտագործեց որպես քող իր ռազմական հարձակումը կոծկելու համար, ինչի նպատակը իրականում Իրանը գլխատելու միջոցով Իրանի ոչ միայն կազմաքանդումներ, այլև ընդհանրապես նրան որպես պետություն այն տեսքով, որ մենք ունենք չունենալուց զատ, նաև սեփական դրածոյին կամ սեփական կամակատարին տեղում ունենալը եւ այդ երկրի հպատակեցումը։ Շատ հետաքրքիր էր, որ իրանական կողմը զիջումների գնալու նպատակով այս վերջի բանակցությունների ժամանակ նաև ամերիկյան կողմին առաջարկել էր, որպեսզի իրենք մասնակցություն ունենան Իրանի նավթային ռեսուրսների արդյունահանման եւ մշակման գործում։ Այսինքն Իրանը լրացուցիչ զիջողականություն էր դրսևորել, շատ լավ հասկանալով նահանգների, հատկապես ներկայիս նախագահի նյութապաշտության եւ այսպես ռեսուրսներին տիրապետելու նկրտումները, սակայն անգամ դա չօգնեց, քանի որ նպատակները շատ ավելի հեռահար են, նպատակները ընդհանրապես աշխարհի վերաձևումն է եւ այդ վերաձևված աշխարհում Միացյալ Նահանգների որպես միակ եւ աներկբա հեգեմոնի հաստատումը, այդ թվում նաեւ նրանց վերահսկողության հաստատումը ընդհանրապես աշխարհի տրանսպորտային ուղիների, մասնավորապես ներկայումս ցամաքային ուղիների վրա, քանի որ ժամանակակից տեխնոլոգիաների զարգացմամբ ցամաքային հաղորդակցման ուղիները դառնում են շատ ավելի եկամտաբեր եւ ավելի նախընտրելի, իսկ ժամանակի անցմանը զուգընթաց այն պետությունները, որոնցով այդ ճանապարհները պիտի անցնեն, հատկապես Չինաստանի Մետաքսի ճանապարհի գաղափարի ներքո, դա օգնում է նաեւ այդ երկրներին դուրս գալ հակամարտային տրամաբանությունից եւ փորձել ավելի խաղաղ ձևով երկխոսությունը կառուցել հարևան պետությունների միջև, ինչը արդեն թույլ չի տալիս արևմտյան երկրներին բաժանիր որ տիրես քաղաքականությամբ անդադ իրենց վերահսկողությունը պահպանել այդ երկրների հանդեպ։ Նույն Պակիստանը շատ ավելի նորմալ հարաբերություններ վերջերս սկսեց հաստատել Չինաստանի հետ հենց այդ ճանապարհաշինական ծրագրերի շրջանակներում եւ Իրանի հետ բավականին առաջընթաց գրանցվեց, Սաուդյան Արաբիան նույն տարբերակով, Աֆղանստանը, որը վերջի առնվազն 40 տարին անընդհատ ցնցումների մեջ է, հենց այդ գերտերությունների հակամարտության արդյունքում փորձ է անում դուրս գալու եւ նորմալ կայուն բարեկեցիկ ապագայով պետության հեռանկարով շարժվելու եւ այս պարագայում մենք տեսնում ենք հին մեխանիզմների գործադրմամբ նոր այդ ձևավորվող հարաբերությունները ջարդելու, կոտրելու փորձեր։ Իրանին ջարդելը կնշանակի Միացյալ Նահանգների համար միանշանակ վերահսկողություն ապահովել իր կողմից այդ տարածաշրջանում եւ նավթագազային ռեսուրսների վրա, այդ թվում նաեւ տարածաշրջանի վերահսկողությունը ամբողջովին հանձնելու իր հոգեզավակ Իսրայելին, որի քաղաքական այսպես մեծապաշտական նկրտումներին հագուրդ տալով վերաձևում է տարածաշրջանը եւ որին նաեւ սպասարկվում էր Արցախի զոհաբերումը Ադրբեջանին, այս ամբողջը մի սցենարի մաս է կազմում։ Կարծում եմ, որ ամերիկա-իսրայելական այս հերթական փորձը արդեն իսկ ձախողվել է, չնայած ունեն քաղաքական եւ ռազմական ղեկավարության շրջանում հսկայական կորուստներ։ Ըստ էության ասում էին պլան այով ոչնչացնել
Շոկային։ Խժդժություններով հասնել նպատակին, բայց դա դուք եք նշում, որ ձախողվել է, որն է պլան B։ Գիտեք, պլան A, պլան B չեմ նշի, բայց իրենց քաղաքականությունը եւ հատկապես վերջի շրջանի զարգացումները, այդ թվում նաեւ Հայաստան ու Ադրբեջան Վենսի այցը եւ նրան ուղեկցող 20 բեռնատար ինքնաթիռներով ռազմատեխնիկայի փոխանցումը ցույց է տալիս, որ իրենք նախատեսում էին Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության գլխատման արդյունքում շոկային վիճակի մեջ դնել պետությունը եւ այդ շոկային վիճակից օգտվելով նաեւ բազմավեկտոր ներթափանցման միջոցով, այդ թվում նաև Թուրքմենստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, Իրաքյան Քրդստանից, Սիրիական հատվածից ցամաքային ներխուժման միջոցով կարողանալ ամբողջովին վերահսկողության տակ վերցնել պետությունը, այսինքն գրավել պետությունը։ Սակայն կարծում եմ իրենք սխալ հաշվարկներ էին կատարել ոչ միայն ռազմաքաղաքական ղեկավարության գլխատման հետևանքների առումով, այլև Խամենեի հեռացման ժամանակահատվածի տեսակետից, որովհետև Ռամադանի շրջանում հոգևոր առաջնորդին վերացնելը դա նշանակում է իրեն մարտիրոսացնել, այսինքն նրան սրբացման գործընթացի տանել եւ դա գաղափարական համախմբում ու միախմբում է բերում ամբողջ շիաական աշխարհին, ինչը մենք տեսնում ենք արդեն տարբեր երկրներում գործող ցույցերի եւ հանրային ուրեմն արտահայտությունների միջոցով։ Ավելին այդ գործողություններով եւ հայտարարված 40-օրյա սգո ժամանակահատվածով փաստացիորեն իրենց իսկ ձեռքով կանխարգելեցին հնարավոր որևէ ըմբոստությունը, որովհետև նման զգացական դաշտի վրա որևէ ըմբոստ, որը բնականաբար թելադրված է դրսի ուրեմն ցանկություններով, ուղակի դուրս չի գա փողոց, հաշվի առնելով, որ հաշվեհարդարի կենթարկվի հենց այդ նույն ամբոխի կողմից, ժողովրդի կողմից, իսկ մենք տեսնում ենք, թե պրոիշխանական զանգվածը ինչքան բազմամարդ է եւ այս պարագայում իրենք արդեն խնդիրներ են ունենալու։ Եվ պատահական չէ, որ ներկայումս հիմնականում սկսել են հարձակումներ արդեն անգելանելիությունից դրդված հարձակումներ սահմանային կետերի եւ ոստիկանական կետերի վրա, որպիսի սահմանային այսպես սողանցքեր կարողանան բացել իրենց այդ պատրաստված ուժը դեպի երկիր ուղղելու նպատակով։ Կարծում եմ, որ Իրանը շատ լավ հասկանում է ինչ է կատարվում եւ Իրանի արձագանք հարաբական երկրներում տեղակայված ռազմաբազաների եւ ամերիկյան ու ներկայության ոչնչացման ուղղությամբ աստիճանաբար բերելու է այնպիսի մի հավասարակշռության, երբ տնտեսական ռազմաքաղաքական գինը շատ ավելի մեծ է լինելու, քան Իրանի դեմ գործողությունների շարունակումը, եւ դա բերելու է այսպես միջնորդավորված, ես ենթադրում եմ, որ նաեւ արաբական պետությունների միջնորդությամբ որոշակի զինադադարի հաստատման, հաշվի առնելով, որ ըստ տարբեր ռազմական վերլուծաբանների այս ինտենսիվությամբ ռմբակոծությունների պարագայում ամերիկա-իսրայելական սպառազինությունների պաշարները շատ արագ սպառվում են եւ նրանք վերականգնվելու հնարավորություն այդ արագությամբ չունեն, ինչը որ չի կարելի ասել իրանականի պարագայում։ Այստեղ մենք խնդիր ունենք նյարդերի եւ ժամանակի պայքարի հետ, քանի որ կարող ենք արդեն իսկ արձանագրել, որ Իրանի ներսում գոնե այս պահի դրությամբ ներքին խժդժությունների հասնելու եւ ըմբոստության միջոցով իշխանափոխության հասնելու քայլերը ձախողել են, իրենց համար գոնե ինչ որ ուժերի համար ցանկալի շահի որդին բացարձակապես հեղինակություն չունի եւ տարբերակ չունի ընդդիմությանը առաջնորդելու, ընդդիմություն կոչվածին, հա, որտեղ այնտեղ իրականում այդ ընդդիմությունը չկա, կա իհարկե մարդկանց մեջ ցանկություն շատ ավելի ազատ, շատ ավելի բարեկեցիկ սանկցիաներից դուրս կյանքով ապրել, բայց դա երբեք չի արտահայտվում Ամերիկային կամ Իսրայելին ստրկության ենթարկվելու միջոցով դրան հասնելը։ Եվ այս առումով այստեղ արժեքագաղափարական հենքը բախվում է նյութական բարեկեցության ապահովման ցանկությունների հետ եւ արժեքագաղափարականը բնականաբար պետության պահպանման
ուրեմն հեռանկարը շատ ավելի գերակշռում է հանրային տրամադրությունների մեջ։ Ես կարծում եմ, որ մենք առնվազն 3 շաբաթ կտեսնենք այս տևողականությունը եւ հատկապես ներկայումս երբ որ արգելափակվել է Հորմուզի նեղուցը եւ մինչև նեղուցին գալը եւ դրա հետևանքներին գազի նավթի գների հետ կապված, հա, միայն գազի նավթի գները չէ, դա իր հետևանքը ունի ընդհանրապես արաբական երկրների բարեկեցության վրա եւ իրենց ներքաղաքական հավասարակշռության վրա, որովհետև դա էր այն սոսինձը, որ պահում էր այդ պետություններում գործող տարբեր խմբերի առաջնորդությունների հավասարակշռությունը։ Դրան հարվածելով նաև հարված է հասցվում այդ երկրների իրենց ներսում եղած համախմբմանը։ Մինչև դրան գալը արդեն ավելի մանրամասն կներկայացնենք, ամեն դեպքում հիմա Իրանը կանգնած է նոր հոգևոր առաջնորդի ընտրության շեմին, Կարծեմ 3 փորձ արվեց, արդյունքները դեռևս պարզ չեն։ Անգամ այնտեղ կար ըստեյության Խամենեի որդու անունն է շրջանառվում, որը հայտնի է հակաադրբեջանական, այսպես ընդգծված, կարծեմ այդպիսի տեղեկություններ եկան։ Ինչ սպասել նոր հոգևոր առաջնորդի մասով, եթե այսպես հա վերացական։ Գիտեք, ես որքան հասկացա տարբեր տեղեկատվական հոսքերից, Խամենեին ինքը 3 հոգու որպես հնարավոր ժառանգորդ արդեն նախանշել է, որից ընտրություն պիտի կատարվի։ Ես նաև ներքին որոշակի այսպես տրամադրությունների ներկայացնողների կարծիքից տպավորություն է, որ Խամենեի որդու առումով շատ դրական կարծիքներ կան, բայց միակ մտահոգությունը, որ իրեն փաստացիորեն նշանակել է որոշակի ժառանգականության էլեմենտ կներմուծի եւ իրենք փորձում են դրանից խուսափել։ 3, եթե տեղյակ եք, այդ 88 հոգուց բաղկացած իրենց հոգևոր խորհուրդը, որը պիտի ընտրեր հաջորդ հոգևոր առաջնորդին, հանդիպել է եւ ըստ տեղեկությունների հանդիպման վայրը ռմբակոծվել է ամերիկա-իսրայելական ուժերի կողմից։ Հիմա խնդիր է, իրենք եղել են այնտեղ, չեն եղել, հանդիպումը հենց այնտեղ է եղել, զոհեր կան, ինչպիսին է արդյունքը, մենք դեռ տեղեկություն չունենք երեկոյից, բայց մի բան ֆիքսենք։ Հոգևոր առաջնորդը ով էլ լինի, ընտրված ներկայիս գաղափարական հենքով բնականաբար շարունակելու է Խամենեի գործը։ Այսինքն լինելու է Իրանի ամբողջականության եւ նրա հզորության պահպանման ջատագովը եւ հանրային ընդհանուր միասնության ու համերաշխության առումով հանդես եկող։ Իսկ թե կոնկրետ ում կնշանակեն, մենք արդեն պիտի սպասենք, տեսնենք, որովհետև իրենք շատ տարբեր հաշվարկներ պիտի անեն այս առումով, եւ ես ենթադրում եմ, որ հեղինակավոր մեծ հեղինակություն վայելող մեկը կլինի, որը ի պատշաճի կսպասարկի հոգևոր առաջնորդի պաշտոնը։ Գիտեք, նեղուցի փակվելը ներկա պահին դա մի քանի շերտով հետևանք ունի, բնականաբար առաջինը դա արդեն իսկ սկսել է արտահայտվել նավթային ուրեմն գների բարձրացման, գազի գների բարձրացման վրա, բայց դա իր հերթին նաև հիմա մրցակցության մեջ է դրել Միացյալ Նահանգներին, թե նա որքանով կարող է տիրապետող դառնալ ընդհանրապես Պարսից ծոցում։